Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ։ Երեկ հանձնաժողովից ինձ տեղեկացրել են, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 07/2025 վարույթը, հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները՝ համբալ արտահայտությունը, վեր ընկի տեղդ ներվերս չուտես արտահայտությունը, ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պատվալները, սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը։ Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ, դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը, հարգանքը։ Այս վարքագիծը իշխանության շահարկումն է ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային լինել նույնիսկ վարչապետին դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հողում անելով իր նյարդերին կամ հույզերին։ Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու և ԿԿՀ վարույթ ձևակերպված չի լինելու, այլ որոշում փաստերով, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտի արձագանքումն է իշխանական անթույլատրելի վարքի դրսևորում։ Նաև այս ձևաչափով պահանջում եմ հանձնաժողովից հանրային բաց ու թափանցիկ քննություն, պատշաճ մասնագիտական գնահատական։ Վարչապետը չի կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։ Պետական պատիվը սկսվում է խոսքից, իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից, գրել է նա։